Բարև ձեզ, հարգելի հայրենակից, հիմա ես գտնվում եմ հակակոռուպցիոն դատարանում, սա այն դահլիճն է, որտեղ ձայնը չի լսվում, այսպես հիմա ցույց տամ, տեսեք, այս դահլիճում տեղի ունեցավ 3 նիստը, որը ավարտվեց պարոն Ղուկասյանի կալանավորման որոշմամբ, այսինքն ընդունվեց ակնհայտ անարդարացի դատական ակտ, այս դատարանում ամբողջ գիշերը մենք անցկացրեցինք, ցույց տամ այս դահլիճը. Այս դատարանները այս գիշերային ռեժիմով են աշխատում, հատկապես երբ կալանքի որոշումներ են ընդունվում։ Հիմա նայեք, այս կալանքի որոշման առաջի էջն եմ ես ցույց տալիս եւ ցույց եմ տալիս, թե քանի էջից է կազմված, 44, բայց այստեղ այս 44 էջի մեջ հիմնականում նայեք, այս ձայնագրությունների սղագրություններն են։ Իդեպ ասեմ, որ այս դատարանը վերջի վերջո որևիցե ձայնագրություն չի հետազոտել։ Այսինքն դատարանի քննիչը, որ միջնորդություն է ներկայացրել, տեսեք այստեղ քննիչի կողմից ներկայացված միջնորդության համաձայն։ Այս քննիչը դատարանին չներկայացրեց որևիցե ձայնագրություն։ Մենք պահանջեցինք դատարանին ներկայացնել այն ձայնագրությունները, որով փորձ էր կատարվում հիմնավոր կասկածը։ Նրանք հրաժարվեցին, քննիչները հրաժարվեցին դատարանին ներկայացնել այդ ձայնագրությունները եւ դատարանը այդ ձայնագրությունները չունենալով, չհետազոտելով, չուսումնասիրելով, վերջի վերջո կայացրեց այս ակնհայտ անարդարացի դատական ակտը, որը մենք այս Վարդգես Սարգսյանը, դատավորի անունն է, որը մենք բողոքարկելու ենք Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանում, բացահայտել իհարկե նաև սա եվրոպական դատարանում նույնպես այստեղ չբավարարենք դեպքում նաև բողոքարկվի, բայց հիմա տեսեք, այս դատավորը, այս Վարդգես Սարգսյան, հիշեք, մենք էլ ենք հիշում իր անունը, նրա կենսագրական տվյալների մեջ առկա է մի տեղեկատվություն, որ նա հաճախել է ճեմարան, այսինքն եթե հաճախել է ճեմարանի սան է եղել, ապա այնպիսի կանխաբարկածով ենք առաջնորդվում, որ նաև ունի հավատ և հավատացյալ անձնավորություն է, բայց իրականում ես կարծում եմ, որ հավատից էլ է հեռու, արդարադատությունից էլ է հեռու և կայացրեց ակնհայտ ապօրինի դատական ակտ, ակնհայտ անարդարացի դատական ակտ և այս ակնհայտ անարդարացի դատական ակտի ներքո այս պահին պարոն Ղուկասյանը գտնվում է կալանքի տակ և Գյումրիի քաղաքապետարանը զրկված է նաև քաղաքապետի իր նախընտրած և ընտրված թեկնածուի միջոցով, իր նախընտրած քաղաքապետի միջոցով կառավարվելուց։ Ես կարծում եմ շուտով այդ հարցը իհարկե լուծում կստանա, բայց այնուամենայնիվ Գյումրին փորձում են Գյումրին վերածել քաոսի, այս դատարանի հարակից տարածքն է անմխիթար վիճակում, սա էլ ձեզ ցույց տամ։ Եվ իդեպ ասեմ, որ հոկտեմբերի 18-ին, այսինքն ամսի 1-ից հետո, հոկտեմբերի, երբ հրահանգ իջեցվեց Ազգային ժողովի ամբիոնից, դրանց հետո ամսի 18-ին, հոկտեմբերի, կազմվել է հակակոռուպցիոն քննիչների կողմից քննչական խումբ 21 հոգի քննիչներից բաղկացած։ Այսինքն այս, չգիտեմ ոնց բացատրեմ կամ նկարագրեմ այս գործի հետ կապված, 21 քննիչ է ներգրաված, իսկ իրական սպանությունների
ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների, կրկնվող հանցագործությունների դեպքերով որևիցե կերպ 21 հոգեոնց քննչականքում մենք չենք տեսել, պատկերացնում եք ինչ է կատարվում։ Այսքան ուղղակի ուզեցա տեղեկացնել, որ արդեն դատական ակտը իմ ձեռքում է, սա բողոքարկվելու է, բողոք կներկայացվի այսօր կամ ամենաուշը վաղ առավոտյան եւ տեսնենք ինչպիսին է լինելու ընթացքը եւ հետո սրանից հետո գնալու եմ պարոն Ղուկասյանի մոտ եւ նորից այս տեղեկություն կհայտնեմ, իդեպ ասեմ նաեւ արդեն իսկ մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարոն Սամվելյանի, որին դուք գիտեք, ծանոթ եք, իմ մյուս պաշտպանյալի վերաբերյալ կայացրել է դատական ակտ եւ այսօրվա այս գործող իշխանությունները եւս մեկ անգամ միջազգային այցաներում խայտառակվել է, բայց եւ այս խայտառակությունից հետո, չգիտեմ, փորձ են կատարել այդ դատական ակտը, բայց նաեւ մենք փորձ ունենք, որ դատական ակտերն էլ են փորձում չկատարել։ Հիմա տեսնենք, պարոն Սամվելյանը այս պահին գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնում։ Այսքանը։